ճանաչիր Աստծո խոսքը։ Եթե ուզում ես Սուրբ Հոգին քեզ առաջնորդի, ճանաչիր Աստծո խոսքը։ Սուրբ Հոգին չի խոսա Աստծո խոսքին հակառակ բաներ։ Չի լինի երբեք այդպիսի բան։ Նա է այս գրքի հեղինակը։ Ամեն։ Աստծո մարգարեները Սուրբ Հոգուց շարժված մարգարեացան։ Սա գրվեց Սուրբ Հոգով, հետևաբար նա իրեն երբեք չի հակասի, ուրեմն ճանաչիր Աստծո խոսքը։ Մարդ կար, որ մի անգամ օրինակ իմ մոտ կիսվեց, ասեց Սուրբ Հոգին ինձ առաջնորդում է, որ ես գնամ ու կնոջից ես բաժանվեմ։ Հատուկ ինչ-որ մեղք չէր գործել, յոլա չեն գնում իրար հետ, ասում եղբայր ջան, գոնե ազնիվ եղի, ասա չեմ սիրում, ինչ ես գցում Սուրբ Հոգու վրա պարտադիր։ Չէ, պիտի հոգևորացնի ինքը։ Բայց Սուրբ Հոգին գրեց, որ այնինչ որ մարդը միացրեց, Աստված միացրեց, թող մարդը չբաժանի։ Նա չի կարող իր գրածին հակառակ լինել։ Կամ էլի մեկ այլ անձնավորությունից եմ լսել, Սուրբ Հոգին ինձ ասել է այլ եկեղեցի չգնամ։ Ուզում եմ բացեմ գիրքը, թափ տամ, տեսնեմ որտեղ է գրված, հակառակն եմ տեսնում, չէ՞։ Սուրբ Հոգին հորդորում է մեկտեղ հավաքվելը, չթողնենք։ Մեկ ուրիշ քույր էլի մոտ ասած, ասում է, ես ժամերով կարող եմ աղոթել, բայց Հոգին չի առաջնորդվում, որ ես գիրք կարդամ։ Չեմ զգում, չեմ առաջնորդվում։ Ներողություն, բայց Սուրբ Հոգին է մեզ առաջնորդվում, որ գիրք կարդանք։ Մեր մեջ սեր ա դնում գրքի հանդեպ։ Բա ուրիշ որտեղ էլ պիտի առաջնորդի, եթե ոչ Սուրբ գիրքը։ Ուրեմն ճանաչիր Աստծո խոսքը, որ զանազանես արդյոք սա Սուրբ Հոգուց է առաջնորդությունը իմա, թե ես մոլորված եմ, թե իմ ներքին ձայներն են, որ ինձ մոլորեցնում են։ Չորրորդը, ինչպես առաջնորդվել Սուրբ Հոգով։ Պիտի աղոթես։ Ասում պարզ բաներ ասում Վազգեն եղբայր, այո, շատ պարզ բաներ եմ ուզում ասել։ Պիտի աղոթես, որտեղ ճշմարտությունը պարզ է։ Աղոթես ոչ միայն խոսալու համար, գնաս աղոթես ու խոսաս, այլև լսես։ Լսել եք աղոթքի մասին, որը նաև լուռ աղոթք է, չէ՞։ Լռությունը ամենամեծ դեֆիցիտն է այսօր աշխարհի մեջ։ Լռությունը կորցրել է աշխարհը։ Իսկ եղել է երբևէ, որ լռության մեջ անցկացնեք աղոթքի ժամանակ։ Լուռ։ Մի հատ այդպիսի նկար կար, շատ տպավորվեց իմ մեջ։ Մեկ իր աղոթքի ցուցակով երկար աղոթք է բերել Աստծո առաջ։ Ես եմ ուզում, այն եմ ուզում, այն եմ ուզում։ Ոգևորված աղոթում է, մեկ էլ Հիսուսը հետևից գալիս է ուսը թմթմփացնում է։ Ասում է՝ մի խանգարի աղոթում եմ։ Մարդ այնքան է տարված իր աղոթքի մեջ իր կարիքներով, որ Աստված ասում է՝ ես էլ ունեմ բան ասելու քեզ։ Հետ եղել է, որ գնաք հանդիպման զրուցելու, հետո այդ զրույցը մենախոսության վերածվում։ Մարդը դիմացը նստած մենակ ինքն է խոսում, քեզ հերթ չի տալիս։ Դա չեղավ երկխոսություն։ Իսկ աղոթքը նաև Աստծուն լսելն է։ Հետևաբար պիտի աղոթես, որ լսես, աղոթքի մեջ լինես, մտնես Տիրոջ խորքերը, դուռը քո հետևից փակես, աղմուկը անջատես, որ մի հատ ասես, մի հատ թողեք լսեմ Սուրբ Հոգին ինչ է ասում, թողեք գնամ Աստծո ներկայության մեջ։ Հինգերորդը, եթե ուզում եք լսեք Սուրբ Հոգու ձայնը, սպասիր ժամանակի ընթացքում հաստատումներին։ Կարիք կա դրան սպասելու, չէ՞, սպասիր, որ այն ինչ որ լսեցիր ու զգացիր, վկայություններով դրանք հաստատվեն։ Շատ կարևոր է սա։ Սա մի բան է, որ շատերս չունենք այս հատկությունը սպասելու, նկատել եք, զուրկ ենք, անհամբեր ենք, հիմա ենք ուզում, բայց եթե ուզում ես Սուրբ Հոգին քեզ առաջնորդի, պետք է սպասող սիրտ ունենաս, համբերատար լինես։ Միշտ չի, որ նա քեզ շտապեցնում է, երբեմն կարա ասի սպասիր։ Ուրեմն Սուրբ Հոգու առաջնորդությունը պետք է հաստատվի, ինչպես խոսքով, հանգամանքներով եւ ուրիշների միջոցով, այլ վկաների միջոցով։ Երկրորդ Կորինթացիներին 13:1-ում Պողոս առաքյալը գրեց. 2 կամ 3 վկաների բերանով ամեն բան կհաստատվի։ Սպասիր հաստատության։ Գուցե մեջդ արդեն առել ես, ուրախ ես, ոգևորված ես, բայց սպասիր, մի շտապիր։ Տեր, կլինի ինձ նաև հուշես, նշան տաս։
ինչ որ մեկի միջոցով։ Գուցե եւ Կիրակի օրը գամ, ինչքան է եղել, ինձ հետ է եղել այդպես։ Աղոթքով եկել եմ, խնդրանքով եկել եմ, մեկ էլ մի հատ խոսք են ինձ տվել դռների մոտ, բացել եմ ու լրիվ իմ կարիքն է եղել։ Պատասխանս ստացել եմ։ Եղել է ձեզ հետ թե չէ։ Գուցե ինչ-որ բան եմ որոշել, մեկ եկել եմ, բացել եմ գրածա, միշտ ապիր։ Դե շնորհակալ եմ քեզ, այս խաչակնքվում եմ եւ ապաշխարում եմ։ Գուցե հապաղում ես եւ խոսքա գրված, որ շտապիր ապաշխարել։ Ամեն դեպքում պետքա սպասենք եւ առիթ տանք, որ Աստված հաստատի իր խոսքը նշաններով եւ վկայություններով։ Օրինակ, երբ որ Պողոս առաքյալին Տերը կանչեց, հիշում եք այդ դեպքը, չէ, անձամբ կանչեց, բայց այդ կանչը հաստատվեց մի աշակերտի միջոցով, ում անունն էր Անանիա։ Այդ վկայությունը տրվեց նաև Անանիային, չէ։ Հակառակ դեպքում Պողոսը ինքնակոչ կարող է լիներ, բայց պետք է հաստատվեր դա։ Մարդիկ պետք է դա ճանաչեին, Աստծո մարդիկ։ 6-րդը, եթե ուզում ես Սուրբ Հոգով առաջնորդվել, եւ սա մի քիչ ռիսկային է, բայց առանց դրա չի լինի։ Քայլիր հավատքով, ոչ թե զգացմունքներով։ Դու պետք է քայլես հավատքով եւ ոչ թե զգացմունքներով։ Այլ տարբերակ չկա, որովհետև Սուրբ Հոգին քեզ բաներ կասի, որը տրամաբանությանը, իրականությանը, երևույթին, զգացմունքներին կարող է լրիվ հակառակ լինել, քո նախասիրություններին կարող է հակառակ լինել, քո սպասելիքներին կարող է հակառակ լինել, քո տրամաբանությանը հակառակ լինել։ Պողոս առաքյալը ասում է, մենք Քրիստոսի խենթերն ենք, աշխարհի համար հիմարություն է մեր ասում է քարոզած ավետարանը, բայց հավատացողի համար Աստծո զորությունն է։ Մենք պետք է կարողանանք քայլել հավատքով։ Երկրորդ Կորինթացին 5:7-ն ասում է, որովհետև հավատքով ենք ընթանում եւ ոչ թե երևույթով, ոչ թե տեսածով։ Ինչու՞, որովհետև մեր աչքի տեսածը, մեր երևույթը ինչ է։ Աչքը կարող է մեզ խաբել։ Ձեր աչքը ձեզ խաբել է թե չէ։ Ձեր առաջի տպավորությունը հեճեղել է խաբուսիկ։ Մի վստահեք ձեր աչքին։ Հավատքով պետք է քայլես եւ ոչ թե աչքի տեսածով։ Եվ Սուրբ Հոգին կարող է բաներ ասի, որ հավատ պահանջի քեզանից։ Երևույթը կարող է հակառակ խոսի դրան, բայց Սուրբ Հոգին ասի, արի։ Հիշում եք Հիսուսը Պետրոսին ասեց, ես եմ, դուրս արի նավակից, եւ նա դուրս եկավ։ Երևույթը հակառակն էր ասում։ Նյուտոնի օրենքը լրիվ հակառակն էր ասում, ձգողականության օրենքը, բայց Սուրբ Հոգին առաջնորդեց, որ նա գնա այդ քայլին։ Մեր կյանքի մեջ էլ քայլեր կան, որ պիտի անենք ու Սուրբ Հոգով պիտի անենք։ Երբեմն դա կարող է անտրամաբանական լինի, որքան անտրամաբանական, բայց որքան կարևոր է, երբ որ դու հնազանդվես։